ինչու ենք գիշերն արթնանում անուշ։ Կես գիշերին կամ գիշերվա որոշակի ժամի իմ մոտ օրինակ երբեմն լինում է գիշերվա 4-ին արթնանում եմ, անընդհատ 4-ին, այսպես կարծես բուդիլիկ դրված լինի։ Որն է պատճառը, ինչ է կատարվում։ Վերջի շրջանում շատ մեծ տարածում ստացավ այդ գիշերային արթնացումների թեման, ինչու, որովհետև ինչի հենց 4-ին մոտ սահմաններում, տեսեք, մենք շատ հաճախ ասում ենք հա 4-ին, բայց բնականաբար դա ինդիվիդուալ է, մարդկա 3-ին, մարդկա 4, 4:30, որ ասում ենք 4-ին, երբեմն իմ ռիլերի տակ գրում են, ես 4-ին չեմ արթնանում, ես օրինակ 3-ին եմ արթնանում, բայց դա նույն բանի մասին է էլի խոսքը։ Նայեք, ուրեմն ժամը 4-ին շրջանում, այսպես ասեմ, սահմաններում սկսում է արտադրվել կորտիզոլը, մեր ստրեսի հորմոնը, որը որ նպաստում է մեր արթնացմանը։ Ստրեսի հորմոնը ինքը այնպես չի, որ միայն վատ հորմոն է, ինքը նաև լավ հորմոն է, որովհետև նա ապահովում է մեր առօրյա ակտիվությունը, մեր արթնացումը, մեր արթուն մնալը, մեր այսպես ասած պատրաստ լինել կյանքի, այսպես ասած, եւ առօրյա թողուբոհին, դիմացկունությունը, այո, ու ուժը, էներգիան, նույնպես կարող է կորտիզոլը նպաստել, որպեսզի արտադրվի։ Ու երբ որ ժամը 4-ին սկսում են նրա առաջացման, այսպես ասած, պրոցեսները, նյութափոխանակային պրոցեսները, այդ ժամանակ մեր նյարդային համակարգը ինքը ավելի դյուրազգաց է լինում։ Ու այն մարդիկ, ովքեր որ սովորաբար քրոնիկ ստրեսային իրավիճակում են գտնվում եւ դյուրազգաց են տարբեր փոփոխություններին օրգանիզմում ընդհուպ մինչեւ օրինակ ինչ որ մի սննդի ընդունմանը, նրանք այդ հորմոնալ փոփոխություններին նույնպես շատ դյուրազգաց են լինում եւ այդ արտադրման պահը, երբ որ սկսում է կորտիզոլը արտադրվել, այսինքն օրգանիզմը սկսում է արթնանալ, նրանք դյուրազգաց լինելու պատճառով ինքնին արթնանում են ու արդեն բնականաբար էլ չեն կարողանում քնել։ Դա սովորաբար լինում է քրոնիկ ստրեսների ժամանակ, այսինքն երբ օրգանիզմը քրոնիկ ստրեսի վիճակում է գտնվում։ Սովորական վիճակում, երբ որ ամեն ինչ նորմալ է, երբ նյարդային համակարգը աշխատում է նորմալ անխափան, այդ գիշերային արթնացումները պիտի չլինեն։ Նաև կարող է շատ հաճախ լինել գերհոգնածությունների ժամանակ, որտեղ գերհոգնածությունը նույնպես օրգանիզմի համար քրոնիկ ստրես է համարվում։